Պարոն Կարագեզյան, դուք այս պահին կառավարության շենքի առջև եք, պաստառներն ենք տեսնում քաղաքացիների ձեռքից, ումից ինչ եք պահանջում։ Բարև ձեզ։ Մենք այստեղ ենք, որովհետև քաղաքացիները տարիներ շարունակ դարձել են ներդրումային խարդախությունների զոհ եւ փաստն այն է, որ հանցավոր խմբերի հետ մնացել են մենակ։ Մենք եղել ենք գլխավոր դատախազության առաջ, մենք եղել ենք քննչական կոմիտեի առաջ եւ արձանագրում ենք փաստ, որ նրանք իրավակիրառ մարմիններ են եւ փաստորեն գործող մեխանիզմները բավարար չեն եւ գործող մեխանիզմները արդյունավետ չեն եւ քաղաքացիների իրավունքները այդպիսով չեն վերականգնվում։ Այսինքն քաղաքացիների իրավունքների վերականգնման համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ քաղաքական լուծումներ։ Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք կառավարությունից եւ հասկանանք, թե ինչ մեթոդներով եւ ինչ տրամաբանությամբ են ստեղծվելու փոխհատուցման մեխանիզմներ, ինչի փոխհատուցման մեխանիզմներ, որովհետեւ եթե պետությունը ձախողել է փաստորեն տարիներ շարունակ թվային տիրույթում քաղաքացիներին պաշտպանելուց եւ չկա արդյունավետություն եւ գործող ընդունված մեխանիզմներով փաստորեն քննչական կոմիտեն չունի արդյունավետություն եւ չի կարողանում բացահայտել մեղավորներին, հետեւաբար կառավարությունը եւ ընդհանրապես պետությունը ունի պատասխանատվություն քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման, փոխհատուցման մեխանիզմների ստեղծման հարցում։ Այստեղ մենք եկել ենք մեր պահանջները այդ մասով ներկայացնելու, որովհետև նորից եմ կրկնում, պետությունը ունի պարտականություն օտարերկրյա հանցավոր խմբերի հարձակումներից պաշտպանելու քաղաքացուն, որի հարցում պետությունը հստակ ձախողել է եւ արդյունավետություն ընդհանրապես չկա անդրազգային հանցավոր խմբերի պաշտպանության հարձակումներից պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին։ Այս դեպքում քաղաքացին չպետք է մնա հանցավոր խմբերի առաջ մենակ քաղաքացին պետք է լինի ապահով, որովհետև պետության նաև պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների ֆինանսական եւ գույքային իրավունքները։ Այսպիսով քաղաքացիների իրավունքները չպետք է խախտվի։ Այո, քաղաքացիները կորցրել են ֆինանսներ, բայց քաղաքացիները չեն կորցրել իրավունքները, չենք զիջելու, չենք լռելու, մենք գալու ենք, շարունակելու ենք պայքարը մինչև վերջ, մենք ելի ենք գալու քննչական կոմիտեի առաջ, մենք ելի ենք գալու գլխավոր դատախազության առաջ, այո, քննչական կոմիտեն բացահայտող մարմինը մենք պահանջում ենք քրեական գործերն այնտեղ են քննվում, մենք պահանջում ենք հանցագործներին բացահայտել, այո, դատախազությունը ունի վերահսկողական ֆունկցիա, մենք ընդունում ենք նրանց գործառույթները, բայց կառավարությունը ունի մի շարք պարտականություններ, պետությունը պետքա կամք դրսևորի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնման մասով, մենք շարունակելու ենք գալ, մենք ասեք ներկայացրած հաղորդումներին որևէ արձագանք տրվել է թե քննչական կոմիտեի կողմից, թե դատախազությունից, տևական ժամանակ է ինչ է խնդիրը բարձրացել։ Մենք հանդիպումներ ունեցել ենք քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք գործի բացահայտման մեխանիզմները, քրեական գործի նախաձեռնությունների հետ կապված հարցերը, քաղաքացիներին տուժող ճանաչելու հետ կապված հարցերը, մենք հանդիպել ենք գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ, քննարկել ենք գործերը դատարաններ ուղարկելու հարցերը, մենք քննարկել ենք բացահայտված հանցագործներին քրեակատարողական հիմնարկներ ուղարկելու հարցերը, բայց արի ուտես բացահայտված հանցագործներ չկան։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ընդունված մեխանիզմները բավարար չեն եւ արդյունավետորեն չեն կարողանում պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ դրանից ելնելով պահանջում ենք հարցի այնպիսի նոր մոտեցում, նոր լուծումներ, նոր մեխանիզմներ, որպեսզի քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնվի, այստեղ կա հստակ ընդգծվում է պետության ձախողումը այն հարցում, որ քաղաքացիները հանցավոր խմբերի հետ մնացել են մենակ, քաղաքացիները ժամանակ առ ժամանակ ենթարկվել են հանցավոր խմբերի, օտարերկրյա հանցավոր խմբերի հարձակումներին եւ քաղաքացիների իրավունքները ընդունված մեխանիզմներով, ավանդական մեխանիզմներով
այդպես էլ լուծում չեն ստանում, իսկ քաղաքացիները կորցնում են իրենց ողջ կարողությունը։ Հետևաբար նորից եմ ասում, մենք ճանապարհն ասել ենք, մենք լուծումներն առաջարկել ենք, ընդհանուր կառավարությանն ենք առաջարկել նամակի տեսքով, կան լուծումներ, կան արդյունավետ լուծումներ, մինչդեռ այսպիսի մի ցավալի իրականություն գոյություն ունի։ Փաստորեն ելնելով նշածից, մենք ունենք ինչ-որ գումարի քանակ, մենք ունենք ինչ-որ ֆինանսներ, որ ապօրինաբար է գնում, անօրինական կերպով գնում է ուղղակի պետբյուջե։ Ստացվում է, որ պետությունը հանցավոր դաշտում է։ Ինչպես է դա ստացվում, ասեմ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում հանցավոր խմբեր են, ինչ-որ բռնում, դա կլինի ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության վարչությունը, այսպես հերոսական կեցվածքով դիմակավոր աշխատակիցներով մտնում են, պարկացնում են գետնին, բերման են ենթարկում, արգրավում են ինչ-որ գումարներ, հետո այդ գումարները չի հասնում քաղաքացիներին, այդ գումարները չի գնում քաղաքացիներին, ինչի, որովհետև այդ հանցագործությունների արդյունքում փաստորեն տուժել են օտարերկրյա քաղաքացիները։ Էնպես է ստացվում, որ այստեղ գործող հանցավոր խմբերի արդյունքում տոժում են օտարերկրյա քաղաքացիները, որոնց անձը նույնականացնել հնարավոր չի, եւ այս գումարները գնում է փաստորեն պետբյուջե, ինչը ապօրինի է։ Մենք ասում ենք փաստորեն ինչ-որ մի ֆոնդ ստեղծեք, ինչ-որ մի հիմնադրամ ստեղծեք այդ գումարների որը կվերականգնի քաղաքացիների իրավունքները, ինչու, որովհետև դա պետության պարտականությունն է եւ վերջ։ Այսինքն կա փորձ, բայց բացասական առումով, ասում եք բացահայտումներ են լինում, բայց մարդկանց գումարները հետ չեն վերադարձնում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում տուժած քաղաքացիները փաստորեն տուժել են օտարերկրյա հանցավոր խմբերի կողմից, որ այդ խմբերին հայտնաբերելը հնարավոր չի, փաստորեն քննչական կոմիտեն դեռ վաղուց ասում է դժվար է, բայց ոչ թե դժվար է, այլ հնարավոր չի, որովհետև նրանք չեն վերականգնել որևէ մի քաղաքացու իրավունք։ Եվ հակառակը, այստեղ գործող հանցավոր խմբերի կողմից տուժում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնց անձը չեն կարողանում նույնականացնել, եւ այդ առաջացած հարյուրավոր միլիոնները, չգիտես ինչի, անօրինական գնում է պետբյուջե։ Ստացվում է, որ պետությունը հանցավոր դաշտում է, ստացվում է, որ պետությունը ներողություն արտահայտությանս համար փուր է դրել, ինչ-որ բիզնես է դրել, սա հանդուրժելի չի, ուղղակի հանդուրժելի չի։ Ինչ ակնկալիքներ ունեք, արդեն շուրջ 2 ամիս է դուք պայքարի եք դուրս եկել, ինչ ակնկալիքներ։ Ասում եմ, լուծումներն եմ ասում, թող ֆոնդ ստեղծեն, թող հիմնադրամ ստեղծեն, մենք մինչև այսօր չունենք մերժումներ, մենք մինչև այսօր չունենք առարկություններ, բոլորը ասում են լավ կլինի, բոլորը ասում են հարցը կլուծվի, բայց չեն ասում երբ եւ ինչպես։ Հիմա եկել ենք իմանալու այդ ժամկետները եւ հասկանալու այդ մեխանիզմները։ Այդ ինչ թող հիմնադրամներ ստեղծեն, որ այդ անօրինական գումարները մուտք չլինեն պետբյուջե եւ այդ հիմնադրամ մուտք լինեն այդ անօրինական գումարները, որը կուղղվի տվյալ ոլորտից տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։